Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շարունակում են հարվածները Իրանին, ցահալի տվյալով թիրախում են Իսլամական Հանրապետության ռազմական օբյեկտները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական կետերի, հոբ համակարգերի, հրթիռների եւ ԱԹՍ-ների արձակման կայանքների եւ ռազմական օդանավակայանների ոչնչացման մասին։ Հարված է հասցվել Իրանի պետական հեռուստարադիոընկերության շենքին։ Նաեւ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ 3 օր առաջ Իրանն Օմանի ծոցում 11 նավ ուներ, իսկ այժմ դրանք ոչնչացվել են։ Լուրեր են շրջանառվում, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցում է 740-ը, որից 176-ը երեխաներ։ Վիրավորների թիվը հասնում է 1000-ի։ Սպահանում էլ վերջին ժամերին առնվազն 47 մարդ է զոհվել։ Ամերիկացի զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 6-ի։ Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել նաեւ Բեյրութին, ըստ իսրայելական կողմի թիրախում են Հզբոլահի ենթակառուցվածքները։ Ցահալը նաեւ հայտարարել է Լիբանանի հարավում որոշ դիրքեր զբաղեցնելու մասին։ Լիբանանից էլ ԱԹՍ-ներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, հրեական պետության հյուսիսում ռազմաբազա է թիրախավորվել։ Իսրայելի ուղղությամբ արձակումներ են գրանցվել նաեւ Իրանից։ Կրկին թիրախավորվել են տարածաշրջանի երկրներում տարբեր օբյեկտներ։ Պետքարտուղարությունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Գազան, Արևմտյան ափը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Եմենը։ Դրան ընդառաջ Միացյալ Նահանգները հայտարարել էր Բահրեյնում, Իրաքում եւ Հորդանանում իր ներկայացուցիչներին տարհանելու մասին։ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Էռիադում ԱՄՆ դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել։ Քուվեյթում Վաշինգտոնի դեսպանատունը ժամանակավորապես փակվում է։ Նաև տեղեկություններ կան, որ իրանական հարվածների հետևանքով Քուվեյթում վիրավորվել է շուրջ 30 զինվորական, կան զոհեր։ Երկրի ՊՆ տվյալով հակամարտության մեկնարկից ի վեր ոչնչացրել են Իրանից արձակված ավելի քան 380 ԱԹՍ եւ 180 հրթիռ։ ԱԹՍ-ներ են ոչնչացվել Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի երկնքում։ Իրանական ուժերը հարվածել են նաև Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի, պայթյուններ են որոտացել Սիրիայում, այդ թվում Դամասկոսում։ Դոհայում եւս անհանգիստ է։ Կատարի ՊՆ-ից նշում են, որ վերջին օրերին երկրի ուղղությամբ արձակվել է 104 թևավոր եւ բալիստիկ հրթիռ, մի քանի տասնյակ ԱԹՍ։ Լուրեր են շրջանառվում, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Բահրեյնը եւ Սաուդյան Արաբիան միացնող Ֆահդ թագավորի կամրջին։ Պայթյուններ են լսվել Էրբիլում, որտեղ ամերիկյան ուժեր են տեղակայված։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը փակ է, նախազգուշացրել կթիրախավորեն ցանկացած նավ, որը կփորձի անցնել նեղուցով։ Նաև կշարունակեն հարվածել նավթային օբյեկտներին, թույլ չտալու, որ նույնիսկ մի կաթիլ նավթ դուրս գա տարածաշրջանից։ Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, այնինչ տեղի է ունենում հիմա պատերազմ է Իրանի եւ Միացյալ Նահանգների, այլ ոչ տարածաշրջանային երկրների միջև։ Թեհրանը չի ցանկանում կռվել տարածաշրջանի հետ, բացառությամբ Իսրայելի, սակայն ցավոք տարբեր վայրերում ամերիկյան բազաներ կան եւ մենք ստիպված ենք դրանց հարվածել։ Տարածաշրջանի երկրների հյուրանոցները, որտեղ բնակվում են ամերիկացի զինվորականներ, նույնպես օրինական թիրախներ են։ Իրանի ԱԳՆ-ից հավատացրել են, պատրաստ են երկարաժամկետ պաշտպանության։ Թրամփն էլ նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները դեռևս ուժեղ հարված չի հասցրել Իրանին, մեծ ալիքը դեռ առջևում է եւ կլինի շատ շուտով։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով այս պահին դեռ հստակ չէ ով է ղեկավարում Իրանը, սակայն Իսրայելը ամերիկյան հարվածներից ղեկավար կազմի շուրջ 50 ներկայացուցիչ է ոչնչացվել։ Մենք սկսեցինք պատերազմը, քանի որ Իրանը չէր պատրաստվում դադարեցնել միջուկային զենքի մշակումը։ Սա մեր վերջին եւ լավագույն հնարավորությունն էր հարվածելու համար։ Իրանը արդեն այնպիսի հրթիռներ ուներ, որոնք կարող էին հասնել Եվրոպա եւ շուտով կունենար նաեւ Ամերիկա հասնող հրթիռներ։ Մեր նպատակները հստակ են՝ ոչնչացնել Իրանի հրթիռային ներուժը եւ նավատորմը, ապահովել, որ ահաբեկչության հովանավոր Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի եւ չաջակցի ահաբեկիչներին իր սահմաններից դուրս։ Ի սկզբանե կանխատեսում էինք, որ պատերազմը կտևի 4-ից 5 շաբաթ, բայց մենք շատ ավելի երկար պայքարելու կարողություններ ունենք։ Դոնալդ Թրամփը նաև չի բացառել Իրան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն լինի։ Նա հավատացրել է, որ Միացյալ Նահանգները անսպառ միջոցներ ունի եւ կարող է անվերջ պատերազմել։ Իրանի շուրջ իրավիճակը մեկնաբանել է պետքարտուղարությունը։ Ամենածանր հարվածները դեռ առջևում են։ Մենք նպատակներ ունենք եւ կշարունակենք այնքան, որքան անհրաժեշտ է դրանց հասնելու համար։ Դրա համար ցամաքային ուժեր պետք չեն։ Այս պահին նման մտադրություն չունենք, սակայն նախագահը իրավունք ունի նման որոշում կայացնելու։ Հուսով ենք, որ Իրանի ժողովուրդը կկարողանա տապալել այս կառավարությունը եւ նոր ապագա կառուցել, սակայն այս պահին մեր ուշադրության կենտրոնում են նրանց բալիստիկ հրթիռների արձակման կայանքները, հրթիռների արտադրության հնարավորությունները, ԱԹՍ-ները։ Ինչ վերաբերում է լուրերին, թե Թեհրանը եւ Վաշինգտոնը բանակցում են, այս պահին բանակցային որևէ գործընթաց չկա։ Բենյամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ երկար տարիներ փորձել է համոզել ամերիկյան իշխանություններին վճռական քայլեր ձեռնարկել։
Մռնչացող առյուծ գործողության նպատակն է կանխել Իսրայելին, Ամերիկային եւ ամբողջ աշխարհին սպառնացող վտանգը։ Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր մեծ ընկերոջը եւ համաշխարհային առաջնորդ Դոնալդ Թրամփին, որ միացավ մեզ եւ աշխարհը փրկելու այս կարևոր առաքելությանը։ Իրանը տարիներ շարունակ ասում էր մահ Իսրայելին, մահ Ամերիկային։ Օրինակ Հյուսիսային Կորեան էլ միջուկային զենք ունի, բայց չի ասում մահ Ամերիկային կամ Իսրայելին։ Բայց սա անվերջ պատերազմ չի լինի եւ չի տևի տարիներ։ Այժմ Իրանի ժողովրդից է կախված այնտեղ իշխանափոխությունը։ Մենք պայմաններ ենք ստեղծում, որ նրանք դա անեն։ Իրանի պետական ԶԼՄ-ները հայտնում են, որ շարունակվող հրթիռակոծությունների ֆոնին երկրում ցույցեր են։ Քաղաքացիներն աջակցություն են հայտնում իշխանություններին եւ դատապարտում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածները։ Տեղեկություններ կան, որ կազմակերպվում են նաեւ հակակառավարական ակցիաներ, սակայն ինտերնետ կապի սահմանափակ լինելու պատճառով դրանց մասշտաբներն անհնար է գնահատել։ Դիանա Գասպարյան, լուրեր։